Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանը շարունակում է աշխատել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում, գործակցելով միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող բոլոր երկրների հետ։ Քննարկումների շրջանակում Հայաստանի կառավարությունը գործակցում է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի գործընկերների հետ, որպեսզի ստանա բոլոր անհրաժեշտ եւ վստահելի տեղեկությունները նախագծի տեխնիկական ու անվտանգային բոլոր կողմերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի վարչապետը։ Նա նշել է, որ անհրաժեշտ որոշումներ կկայացվեն միայն այն բանից հետո, երբ բոլոր հնարավոր հարցերին տրվի լիարժեք պատասխաններ։ Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մշակել Նախիջևանում կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկատնտեսական հիմնավորումը, հաղորդել է Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչությունը, նշելով, որ նախագծի իրագործմանը մասնակցելու է նաև Եվրոպական ներդրումային բանկը։ Այս երկաթուղին ավելի ծավալուն տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի մաս կդառնա։ Դրա նպատակն է միավորել Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան, տարանցիկ փոխադրումների ժամկետը հասցնելով 15 օրվա, նշված է հաղորդագրությունում։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին ըստ երկրորդ նախագահի հայ-ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Լրագրողների հանդիպանը Քոչարյանը հայտարարել է, թե ծրագրում հայկական կողմի շահը չի տեսնում, ավելին նրա խոսքով Հայաստանն այստեղ ոչ թե կողմ է, այլ կիսակողմ։ Միացյալ Նահանգներին տալ այդ բաժնեմաս, այսպես ասենք, եւ ազդեցությունը, սա նշանակում է, որ աշխարհական գործոնը զրոյացվել է։ Հիմա այդ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է նաև տնտեսականն է, գրեթե զրոյացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաև թրիփի հետ կապված Քոչարյանի մեկնաբանությանը։ Նա համարում է, թե երկրորդ նախագահի պարզաբանումը պարզապես հնացած է։ Կարծում եմ, պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են, որևէ այլ բան չունեմ ավելացնել։ Եվրամիության 27 երկրները հավանություն են տվել խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի ոչ մահաբեր ռազմական աջակցության տրամադրմանը։ Որոշումը ընդունվել է Եվրամիության խորհրդի հունվարի 28-ի նիստում Հունգարիայի դիրքորոշման փոփոխությունից հետո։ Աջակցությունը նախատեսված է առաջիկա 35 ամսվա համար եւ կուղղվի Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, լոգիստիկայի, բժշկական սարքավորումների եւ տեխնիկական ուսուցման միջոցով։ Հայաստանում 2025-ի ձմեռային զորակոչը երկարաձգվել է հունվարի 31-ից մինչև փետրվարի 13-ը։ Զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի ստուգումն ավարտին հասցնելու եւ զորակոչի կարգավիճակը հստակեցնելու համար։ Այս որոշման բացառվում են տարկետումների անհարկի տրամադրումը կամ զորակոչի հետաձգումը մինչև ամառային փուլ։ Կառավարությունը կփոխհատուցի մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց նախկին ԽՍՀՄ խնայի բանկի հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդները։ Որոշման մեջ նշվում է, թե քանի շահառուի մասին է խոսքը եւ ընդհանուր առմամբ որքան գումար է փոխհատուցվելու։ Փոխհատուցում կստանան նաեւ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք։ Իդեպ ավանդը կփոխհատուցվի բացառապես անկանխիկ եղանակով։ Հանրապետությունում մարդատար ավտոմեքենաների քանակը տարեց տարի ավելանում է, ինչը ըստ քաղաքապետի ուղղակիորեն ազդում է երթևեկության ծանրաբեռնվածության վրա։ Խնդրի լուծման համար նախատեսվում է մի շարք համակարգային քայլեր։ Առաջին ուղղությունը երթևեկության կառավարման համար խելացի աշխատող լուսացույցներն են։ Նրա խոսքով այդ գործընթացը կտևի մոտ 1.5 տարի։ Երկրորդ կարևոր քայլը 250 միավոր 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումն է։ Երրորդ ուղղությունը Աչափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը թույլ կտա 22% ավելացնել մետրոյից օգտվողների թիվը եւ հիմք կստեղծի հետագա զարգացման համար։ Պետք է փորձենք արհեստական բանականության գործադրման այլ որոշումներով մաքսիմալ բերել այն ինչ որ հնարավոր է անել առանց այլ որոշումների, դրանից հետո մտածենք մյուս թեմաների մասին։ Իսկ տրոլեյբուսները մեր գալիս են, բան։ Այո, բան վարչապետ, դրանք հիմա
արտադրության փուլում են, հենց այս տարի առաջին կիսամյակում ակնկալում ենք, որ ստանալու են։ Երևանի Նորագյուղ թաղամասում նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակում 83.9 հեկտար տարածքում կկառուցվի շուրջ 155 շենք, մոտ 65,000 բնակչի համար։ Ավինյանի խոսքով ծրագիրը կձևավորի ժամանակակից թաղամաս, կնպաստի Երևանի փոքր կենտրոնի բեռնաթափմանը։ Ծրագրի ֆինանսական միջոցներով նախատեսվում է նաև Դալմայի այգիների անտառապատում, Երևանյան լճի մաքրում եւ ենթակառուցվածքների ամբողջական նորոգում։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն քառակուսիմետր կառուցապատում, շուրջ 155 շենք, 65,000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Կառավարության 2021-26 թվականների ծրագրային դրույթներից մեկի համաձայն հանրապետության տարածքում պետք է ներդրվեր միասնական երթուղային ցանց, շնորհիվ որի բոլոր համայնքները կապահովվեին տրանսպորտային սպասարկմամբ։ Հարթակը հնարավորություն էր տալու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի մասին։ Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները հայտերի բացակայության պատճառով չեն կայացել։ Առավել խնդրահարույց է իրավիճակը Արարատի մարզում։ Հաղթող ճանաչված կազմակերպությունը դեռևս 2023-ին զրկվել էր սպասարկման իրավունքից, պարտավորությունները չկատարելու պատճառով։ Համակարգի ներդրման նպատակով հայտարարված միջազգային երկփուլ մրցույթի գնահատման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում ժամկետը հետաձգվել է, հաշվի առնելով համակարգի ներդրման տեխնիկական ու ծրագրային ապահովման հետ կապված հարցերը։ Վերին Լարսի մայրուղում ավելի քան 12 ժամ տևած խցանման պատճառը Ջինվալի անանուրի հատվածում տեղի ունեցած վթարներ, բենզատարի մասնակցությամբ։ Ճանապարհը այժմ բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Էրդողանը Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Թուրքիայի առաջնորդը կոչ է արել Միացյալ Նահանգների, Իրանի եւ Թուրքիայի միջև գագաթնաժողով անցկացնել հնարավոր տեսակոնֆերանսի միջոցով։ Ըստ տեղեկությունների Թրամփը դրական է վերաբերել Էրդողանի առաջարկին։ Իրանի արտգործնախարար Աբաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա իր գործընկեր Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար։ Պատերազմի ավարտին միտված ռուս-ուկրաինական բանակցությունները, որը նախատեսված է անցկացնել փետրվարի 1-ին, կայանալու է առանց Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցության։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետքարտուղարը նաև նշել է, որ բանակցությունները ներկայում կենտրոնացած են միայն մեկ հիմնական թեմայի վրա՝ Դոնեցկի վերաբերյալ տարածքային պահանջների շուրջ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք բազելու համար, թե արդյոք երկու կողմերի դիրքորոշումները կարող են համաձայնեցվել այս հարցում։ Դա այն կամուրջն է, որը մենք չենք անցել։ Ուկրաինայի 2027 թվականի հունվարի 1-ին Եվրամիությանը միանալու մասին խոսք անգամ լինել չի կարող, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։ Եվրամիության բոլոր անդամները, այդ թվում Ուկրաինան, որոնք ցանկանում են միանալ ապագայում, պետք է համապատասխանեն չափանիշներին։ Եվրամիությանը միանալը երկարատև գործընթաց է, ընդգծել է Մերցը։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում իրենք աջակցում եւ խորհուրդներ են տալիս ուկրաինական կողմին։ Կոլումբիայում ինքնաթիռը կործանվել է, զոհվել է ավելի քան 15 մարդ։ Ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վենեսուելայի սահմանի մոտ։ Զոհվածների թվում են Կոլումբիայի կոնգրեսի падգամավոր Դիոգենես Քվինտերոն։ Ողբերգության պատճառը հետաքննվում է, հաղորդել են լրատվամիջոցները։ Ատլանտյան Քրիստին փոթորիկը ծանր վնասներ է հասցրել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Կա ավելի քան 5 զոհ, քամու արագությունը հասել է մինչև 150 կմ/ժ։ Փակվել են դպրոցներ, խաթարվել է տրանսպորտը, բնակիչներին կոչ արվել մնալ տներում։ Միացյալ Նահանգներում սաստիկ ձմեռային եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է ավելի քան 73-ի, մոլեգնող ձնաբուքը ազդել է ավելի քան 200 միլիոն մարդու վրա։ Շատ տարածքներում չեղարկվել են չվերթներ, տները մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ճանապարհները սառցակալել են եւ առաջացել են բազմաթիվ ավտովթարներ։
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը դեռ ամբողջությամբ չկառուցած ու չշահագործած, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսում են, գովազդում, հիմա էլ հայրենի իշխանականները էլեկտրաէներգետիկ ընդհանուր համակարգ են ցանկանում ստեղծել ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանի հետ։ Դեռ հարաբերությունները չհաստատված, այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը դեռ չստորագրած։ Ինչևէ, գործադիրի ղեկավարն այս մասին հայտարարեց ազգային ժողովում։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Որ սովետական տարիներին էներգետիկ համակարգ էր գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փաստում են նաեւ ոլորտի մասնագետները։ Սկսած 60-ականների սկզբից, հիմնականում սովետական տարիներին եւ 90-ականների սկզբին կարճատված։ Հայաստանի էներգետիկ համակարգը որոշակի սինխրոնիզացված է Վրաստանի եւ Իրանի հետ։ Էներգետիկ համակարգը միավորել Ադրբեջանի հետ հնարավոր չէ, սինխրոնիզացնել, այո, դա արվում է, որպեսզի որոշակի ճգնաժամերի դեպքում կողմերը կարողանան միմյանց արագ օգնել էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ինչը նորից բավական մեջ ֆինանսական եւ այլ տիպի ներդրումներ է պահանջում, որտեղ տենց արագ լանել հնարավոր չէ։ Տեսակետ կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ստիպելու է Հայաստանին փակել ՀԱԵԿ-ը։ Էներգետիկ ոլորտի մեկ այլ փորձագետ էլ հակառակն է պնդում, բացառելով դա։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանին, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Խնդիրը որևիցե անմիջական կապ չունի Հայաստանում աշխատող ատոմակայանի հետ։ Հակառակը, Հայաստանի ատոմակայանը կարող է էական դրական դերակատարում ունենալ, ապահովելով տարածաշրջանում էլեկտրական էներգիայի փոխոսքեր, արտահանում։ Հայտնի է, որ Հայաստանը ավելցուկային էլեկտրաէներգիա է արտադրում եւ դա պետք է սպառել։ Փորձագետի դիտարկմամբ Հայաստանը կարող է այն արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական փորձագիտական համայնքն էլ մեդիահարթակներում գրում եւ հանրությանն է ներկայացնում, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում իբրև թե ստեղծել է ժամանակակից էներգետիկ ցանց։ Հիշեցնենք, որ էներգետիկ ցանց կար Արցախում, երբ արցախցիները դեռ չէին տեղահանվել։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր էներգետիկ գործարքը հնարավոր է իրականացնել Լաչինի-Բերձորի շրջանի ուղղությամբ։ Հայաստանը ի վիճակի է տարեկան միլիարդ ու կես կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել լրացուցիչ։ Հայաստանը էլեկտրաէներգիայի կարիք ինքը չունի եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումները կարող են կրել սահմանափակ չափ եւ միայն սեզոնային բնույթի ներկրումներ։ Հակառակը Ադրբեջանի էներգետիկ համակարգը դեֆիցիտային է եւ Հայաստանը այստեղ կարող է էլեկտրական էներգիա մատակարարել Ադրբեջանին։ Այս պահի դրությամբ, եթե հենց հիմա դատենք, Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Հայաստանյան ընդդիմադիր դաշտն էլ մեղադրում է ներկայիս իշխանություններին, որ Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ համակարգի բանալիները հանձնում է Բաքվին ու Անկարային։ Ընդդիմադիր թևը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ներգրաված լինելով Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև էներգետիկ դիմակայության մեջ, աստիճանաբար ներքաշում են երկիրը ռիսկային աշխարհաքաղաքական նախագծերի մեջ, որոնք թույլատնում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեծացնում կախվածությունը Միացյալ Նահանգներից, Թուրքիայից ու Ադրբեջանից։ Մի քանի օր առաջ մի թոշակառուի գրանցեցի։ Տղամարդ էր, նման ձևով ցույց էր տալիս, որ գինեկոլոգ մանկաբարձի կոնսուլտացիայի է այցելել։ Ինձ մոտ էլ կան այցելություններ, որոնք չեն եղել։ Ասեմ ավելին, այդ օրերին ես բացակայել եմ հանրապետությունից։ Բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգում արկա լուրջ խախտումների վերաբերյալ։ Թեման միայն տեխնիկական խնդիրները չեն, խոսքը հնարավոր սխալ ախտորոշումների, բժշկական գաղտնիքի խախտման եւ նույնիսկ պետական միջոցների չարաշահման մասին է։ Արմեդ համակարգը ներդրվեց մեկ հիմնական նպատակով՝ ապահովել քաղաքացու բժշկական պատմության հասանելիությունը ցանկացած բուժհաստատությունում։ Այն պետք է օգներ բժիշկներին արագ կողմնորոշվել եւ ճիշտ ախտորոշում տալ, հատկապես արտակարգ իրավիճակներում, սակայն իրականությունը ըստ քաղաքացիների եւ փորձագետների այլ պատկեր ունի։ Առաջինը բերում է կեղծ ինֆորմացիայի տրամադրում եւ հետագայում ախտորոշման սխալների մեծ հավանականության ստեղծում, եթե վերցնեք այդ մտքում, որ ստեղծվել է էլեկտրոնային առողջապահությունը։ Բայց այստեղ ամենամեծ խնդիրը կա նաեւ, որ ցանկացած Արմեդի գրառում բժշկի կողմից ցանկացած այց իր հետևից նաեւ ենթադրում է գումարների տրամադրում պետական պատվերի շրջանակով։ Նույն ապենդիցիտի տրամադրումը, վիրահատումը հետևից փող է տարել։
կամ դիալիզը, որը համարվում է պետպատվեր ծրագրերից մեկը, փող ատարել։ Քաղաքացիները նշում են, որ Արմեդ համակարգում իրենց անունով գրանցված են բույս ծառայություններ, որոնք իրենք երբեք չեն ստացել։ Կան դեպքեր, երբ մարդիկ վստահեցնում են, չեն կանչել շտապօգնություն, մինչդեռ համակարգում գրանցված են շտապօգնության կանչեր։ Այսպիսի կանչերը ըստ օրենքի փոխհատուցվում են պետության կողմից։ Իսկ դա արդեն հարց է առաջացնում, արդյոք խոսքը տեխնիկական սխալի մասին է, թե հավելագրումների եւ պետական գումարների վատման, ասում է փորձագետն ու հավելում, խնդիրը կարող է հանգեցնել նաեւ ավելի վտանգավոր հետևանքների։ Օրինակ, եթե Արմեդ համակարգում առկա է սխալ բժշկական պատմություն, դա կարող է բերել սխալ ախտորոշման։ Օրինակ, եթե մարդը հայտնվի անգիտակից վիճակում եւ տեղափոխվի հիվանդանոց, բժիշկը առաջին հերթին կդիմի Արմեդ համակարգին բուժառուի, այսպես ասած, բժշկական կենսագրությունը իմանալու համար, բայց սա դեռ ամենը չէ։ Քաղաքացիներից մեկը պատմում է, որ փորձել է պարզաբանել իր անունով գրանցված դիալիզի ծառայության փաստը։ Վանաձորի բժշկական կենտրոնից իրեն ուղարկել են մեկ այլ կնոջ լուսանկար նույն անուն ազգանունով, հետո սակայն պարզաբանել են, թե շփոթմունք է։ Փորձագետների խոսքով տվյալ դեպքում խախտվել է ոչ միայն դիմող քաղաքացու, այլև այդ կնոջ բժշկական գաղտնիքը։ Տեղ նախարարության քաղաքականության կամ նախարարության մասը չի, սա կոնկրետ Արմեդի պահն է։ Այնինչ Արմեդ համակարգի պատասխանատուները նշում են, խնդիրը կապված է ոչ թե Արմեդ համակարգի հետ, այլ բուժհաստատությունների, որոնք մուտքագրել են սխալ ծառայություններ։ Արմեդ հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսնել նման դեպքերը, ինչպես նաև հաղորդել դեպքերի ոչ ճշգրիտ լինելու մասին այցի մեջ առկա խնդիրներ կոճակի միջոցով, ինչպես նաև վերոնշյալ խնդրի համար քաղաքացուն առողջապահության նախարարության օրինակով ուղղորդում են դիմել տվյալ բուժհաստատություններին եւ պարզաբանում պահանջել։ Հունվարի 29-ին խոշոր հրդեհ տեղի ունեցել Մայրաքաղաքում Շերամի փողոցի թիվ 90 կոտորակվեց հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում։ Կրակի տարածման դեմ նախ պայքարել են անձեռոցիկների արտադրամասի աշխատակիցները, հետո նաև հրշեջների 12 մարտական հաշվարկ։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, Գազպրոմ Արմենիա Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ն, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, նաև Երևանի շտապօգնության երկու հերթապախում։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունվարի 28-ին Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին մեքենա է այրվել, օպերատիվորեն ժամանել են Մասիսի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները։ Մարել են Մերսեդեսում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Մեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարսամին։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Մեկ այլ մեքենա էլ այրվել է Աղավնատուն գյուղից դեպի Լեռնամերձ գյուղ տանող ճանապարհին, օպերատիվորեն ժամանած Բաղաշապատի շրջփրկարարական ջոկատի հրշեջները մարել են 20-ամյա Հակոբի Մերսեդեսի շարժիչի եւ սրահի հատվածներում առաջացած կրակը, սակայն մեքենան վերածվել է ջարդոնի։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։